Նշեցիք, որ պատրաստ եք ցանկացած մեկի հետ, ով կփորձի ձեր խնդրին լուծում տալ, ճանապարհ գնալ, ընդդիմադիրներից օրինակ ինչ որ ուժ ձեզ հետ միացել է։ Ընդդիմադիրները հիմա Միջև հիմա խուսափել են քաղաքական։ Թողեք խոսեմ։ Միջև հիմա մենք չենք ուզել հարցը քաղաքականը։ Քաղաքական աստարստանա չենք ուզել։ Մենք ուզել ենք ուղղակի լինի տնտեսական հարց։ Տնտեսական, երկրի տնտեսական հարց։ Քաղաքական գործիչներ ուղղակի մոտեցել են ձեր որ խնդրով փորձել Չեն մոտեցել, որովհետև մենք ի սկզբանե մեսիջ ենք ուղարկել, որ չենք միանալու քաղաքական ընդդիմադիրներին։ Մեսիջը այդպեսի ուղարկվել է, որ մենք ուզում ենք տնտեսական հարց լինի, բայց հիմա արդեն ոնց որ նայում ենք չի լուծվելու ոչ մի ձև։ Հիմա արդեն երևի դժգոհությունները բոլոր ոլորտում են, հասկանում եք։ Առավոտը ճանապարհ էին փակել, ինչ որ շենք մարդիկ վճարած շենքի բնակարան բանկը ուզում ավերցնի, արդեն դժգոհությունները տարբեր տեղերից շատացել են։ Ուզես չուզես ավտոմատ դառնում է հարցը քաղաքական։ Քաղաքապետարանը խոսել նրանց, որ հանդիպելու է իրենց հետ։ Դուք այսօր Իմ աչքերում այսօր համար մեկ կոռուպցիան մեր քաղաքապետարանն է։ Որովհետև այսօր կոռուպցիա ասում եք կա թե չկա, պետական մակարդակով կա։ Օրինական կոռուպցիա է դարել։ Հիմնադրամը Սամսոնը գործարար լավ խոսեց, չէ՞։ Լավ բացատրեց։ Թող լսեն հասկանան։ Անցյալ շաբաթ կառավարությունը նախագծի հավանություն տվեց, որը 7.3 միլիարդ պիտի տրամադրի աջակցություն տնտեսվարողներին, որոնք բախվել են մենք արդեն մեծ ենք, հեքիաթների չենք Կառավարությունը պիտի տրամադրի դիմում տվողներին։ Ինքը ինչ գիտի, ովքեր են դիմում տալու։ Ովքեր են ի վիճակի լինելու ընկնեն այդ ցանդղակի տակ ու դիմում տան։ Հերթական հեքիաթ վերնագիր։